Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 29։ Եվ Հիսուսը նրանց ասեց. Իմ հետևից եկեք, և ես կանեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինեք։ Մարկոս 1:17 խոսք։ Միայն Տեր Հիսուսին հետևելով կարող ենք հասնել մեր սրտերի ցանկություններին և իսկապես օգտակար լինել մեր մերձավորների համար։ Ախ, որքան ենք մենք ձգտում լինել Տեր Հիսուսի հաջողակ որսորդները։ Մենք կզոհաբերեինք մեր կյանքը հոգիներ շահելու համար, բայց մենք գայթակղվում ենք փորձել այնպիսի մեթոդներ, որոնք Տեր Հիսուսը երբեք չէր փորձի։ Արդյոք մենք կհանձնվենք թշնամու այդ ծուղակին։ Եթե դա անենք, կարող ենք ջուրը մաղել, բայց երբեք ձուկ չենք բռնի։ Մենք պետք է հետևենք Տեր Հիսուսին, եթե ցանկանում ենք հաջողության հասնել։ Սենսացիոն մեթոդներ, զվարճանքներ եւ այլն։ Սա է Հիսուսի հետևելը։ Կարող ենք պատկերացնել, որ Տեր Հիսուսը մարդկանց է հավաքում այդպիսի միջոցներով, ինչպիսիք այսօր լայնորեն օգտագործվում են։ Ո՞րն է նման միջոցների արդյունքը։ Արդյունքը ոչինչ չէ, որի վրա Տեր Հիսուսը հույս կդներ վերջին մեծ օրը։ Մենք պետք է շարունակենք քարոզել, ինչպես մեր Տերն էր քարոզում, քանի որ այս կերպ են հոգիները փրկվում։ Մենք պետք է քարոզենք մեր Տիրոջ վարդապետությունը և հռչակենք ամբողջական և անվճար ավետարանը, քանի որ սա է այն ցանցը, որի մեջ խճճվում են հոգիները։ Մենք պետք է քարոզենք նրա հեզությամբ, համարձակությամբ և սիրով, քանի որ սա է մարդկանց սրտերում հաջողության գաղտնիքը։ Մենք պետք է աշխատենք աստվածային օծման ներքո, ապավինելով Սուրբ Հոգուն։ Այսպիսով, երբ մենք հետևենք Տեր Հիսուսին, այլ ոչ թե վազենք նրա առջևից կամ էլ հեռանանք նրանից, մենք կլինենք մարդկանց որսորդներ։